Այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլևս պարտավոր չեն այդ մասին տեղյակ պահել պետությանը։ Մինչև հիմա դրա համար նախատեսված էր 50,000 դրամ տուգանք։ Օրենքի փոփոխությունից հետո այն չի կիրառվի։ Ինչքան նորմեր կան, որոնք, այսպես ասած, պրակտիկայում արդյունավետորեն չեն կիրառվում, ավելի լավ է այդ նորմը հանել եւ ազատել քաղաքացու պարտականությունից, մյուս տեսանկյունից նաեւ նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը։ Զվարթնոց օդանավակայանի ժամանման գոտու անձնագրային ստուգման հատվածն է։ Վերջին մի քանի չվերթները Ռուսաստանից են։ Իջնող ուղևորներն անձնագրի կամ վիզայի հետ կապված խնդիր չունեն։ Սահմանապահները նրանցից ոչ մեկին անձնագրային գոտի չեն ուղղորդում։ Եթե արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը լրացել է կամ այն կորել է եւ մարդը նորը դեռ չի ստացել, Հայաստանում չի ենթարկվի պատասխանատվության։ Իսկ արտերկրում խնդիրները կարգավորվում են տվյալ երկրում գործող հայկական դեսպանատանը, ուր հարկավոր է դիմել մինչև սահմանը հատելը։ Եվս մի ճշգրտում պաշտոնյայից. երկքաղաքացիները հայրենիքում կարող են ապրել անժամկետ։ Երկքաղաքացիների վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում բնակվելու որևէ ժամկետային սահմանափակում։ Այն մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվել են այլ երկրի քաղաքացիություն ստանալու համար, բայց ընտանեկան դրության բերումով տարվա ընթացքում 180 օրից ավելի գտնվել են հայրենիքում, որի պատճառով սահմանը հատելիս տուգանվել են, հետագայում կարող են խուսափել դրանից, եթե ձեռք բերեն կացության կարգավիճակ։ Հայաստանում մերձավոր ազգական, հայր, մայր, քույր, եղբայր, զավակ կամ ամուսին ունեցող օտարերկրյա անձնագրով մեր հայրենակիցները առանց պետտուրքի կարող են 5 տարով այստեղ ապրելու իրավունք ստանալ։ Հայաստանից մեկնելիս 50-ից 100,000 դրամանոց տուգանքից կամ սահմանային աշխատակցի հետ սակարկելուց խուսափելու միակ արդյունավետ ելքը սա է։ Ծնողներս արդեն 18 տարի ապրում են Վոլգոգրադ քաղաքում, ունեն Ռուսաստանի Դաշնության անձնագիր։ Ես էլ դիմեցի ռուսական դեսպանատուն եւ ստացա Ռուսաստանի Դաշնության անձնագիր։ Նպատակահարմար գտա հանել կացության թուղթ 5 տարով, որպեսզի դուրս գալուց տուգանքների հետ առնչություն չունենա։ Արդյունքում կունենա բոլոր իրավունքները, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, միայն չի կարող ընտրություններին մասնակցել։ Ձեզ շնորհավորում եմ, ձեր կացած կարգավիճակը պատրաստ է, մշտական կարգավիճակ 5 տարով։ Մեր այն հայրենակիցները, ովքեր ունեն այլ երկրի քաղաքացիություն, բայց ցանկանում են այստեղ ապրել կես տարուց ավելի, կացության կարգավիճակից բացի ցանկալի է, որ դիմեն անձնագիր ստանալու համար եւ դառնան երկքաղաքացի։